Մեկ ինքը սիրուն կնայի այնտեղ։ Պետք լինի իրար հետ կմտնենք արդեն ներս։ Հեսա մի րոպե սիրելի երևանցիներ, սիրելի ժողովուրդ, այս պահին բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցներն են բողոքի ակցիա անում, որտեղ որ մարդիկ 3 ամիս է արդեն աշխատավարձ չի փոխանցվում իրենց։ Ես հիմա կտամ, որ իրանք ավելի հստակ ներկայացնեն ինչ է կատարվում։ Մի քիչ խնդրեմ բարձր, որ լսի։ Ժողովից ենք եկել, հիմա ուզում ենք հարց տալ, մեզ շատ անհանգստացնում է, մտածենք, որ մշակույթի բաժնի պետը կամ մոտեցել է երևի Իրանը, ինչու է մեր թատրոնը հունվար ամսից մինչև այսօր աշխատավարձ չի փոխանցվել այդ թատրոնին, որ մեղքի համար եւ դա ինչ պատասխան ունի, որ ոչ միայն այս մարդիկ են դեռելի կան, հիմա շուտով կգան կմիանալ։ 100 տարեկան թատրոն ենք, մեծ ավանդույթներով թատրոն ենք, շատ լավ թատրոն ենք ու աշխատում ենք շատ մեծ ինտենսիվությամբ, դա եմ ուզում ասել։ Եվ էլի կան հարցեր էլի, բայց հիմա եթե մենք ամիսա չենք կարողանում մեր վաստակածը մարդիկ ստանան, այսօր սոցիալական գիտեք ինչ վիճակ է մեր երկրում։ Ինչն է պատճառը, ինչ ենք արել, ինչ մի sense սխալ է գործվել մեր թատրոնի կողմից, որը որ բնականաբար չի եղել ոչ մի բան։ Ինչն է պատճառը, մենք եկել ենք այդ հարցը հասկանանք, եթե հարցը բավարարի մեզ բոլորիս, կարող ենք լսել, բայց մի հատ ուզում ենք պատասխանել, լսենք ինչ ենք արել, ինչ ա եղել։ 3 ամիս աշխատավարձ չտալ, այսօր ամսի ապրիլի 15-ն է արդեն։ Լսած բան, եղել է 90-ականներին այն դժվար տարիներին է, չէ՞ եղել, որ ամիսները չկա։ Մեր զուգահեռ քաղաքապետարանի մյուս թատրոնները, մեր Մկրտչյանը, մեր բարեկամ թատրոններն են Քաղնիցի, դրամատիկականը եւ մենք։ Բայց դրամատիկական ստացել են միջազգային իսկ պատահական ասեմ ավելի իրանք որոնք էլի քաղաքապետարանի ենթակայության տակ են։ Ուզեք մի քանի օր մենք մտնենք հիմա ստեղ։ Եկեք դուք մի քանի օր մենք մտնենք ստեղ, ասենք ում ենք դուք ուզում, ով է ուզում գա ձեր հարցին, ավելի հստակ այտենց։ Հա։ Եթե դուք ինձ չեք ճանաչում, նշանակում երբևէ ոչ երեխա եք եղել, ոչ որ երեխա եք ունեցել, որ Ոստիկանին դուք ձեր պահանջը ներկայացեք, ինքը ավելի հստակ հա։ Ոսենա տեսնեմ քաղաքապետին։ Հարցը ինչու՞մն է։ Ասեցի մեր թատրոնի հարցում։ Մշակույթի բաժնի ղեկավարը։ Ինչ հարցով է մոտեցել։ Ասեք պատանի հանդիսատեսի Խնդրում եմ ձեզ, բոլորի ընդունակ չեմ լսելու։ Մեկը ասեք հասկանալ ինչ Ասեց նախապայմանը նայել, որ 4 ամիս է պատանի հանդիսատեսի թատրոնը աշխատավարձ չի ստանում։ Այսօր էլ անցի 15-ն է, մենք հույս ունեինք, որ գոնե չկա։ Բան հիմա պատճառը դա է, մնացած հարցերը մենք հետո իրենք։ աշխատավարձի հետական։ Այո։ Խնդրեմ ձեզ այն կողմից դուրս սպասեք, տեղի կասնեմ, ձեզ նստեք հովակ։ 70 տարեկան։ Նստեք հետը, նստեք, բայց մնացածի խնդրեմ դուրս սպասեք, տեղի կասնեք, ձեր հարցեք նստեք։ Մեկը կարող եք նստեք։ Տեղ կա, կարող եք նստեք, հեսա զանգեք տեսնեք, ինչ հարցով եք զբաղվում, մշակույթի վարչություն, ձեր հարցով ինչ թվում է իրենք պետք է զբաղվում։ Նաև Սիմոն։ Մշակույթի նախարարը։ Չէ, վարչությունն է։ Նախարարությունը եւ մյուս հա, էլի քաղաքապետարանն է պատկանում մեր մշակութային բան։ Քաղաքապետարանին է պատկանում։ Այո, մշակույթի բաժինը։ Այո։
Դուք նստեք ստե։ Դուք նստեք, մենք դուրսը կսպասենք։ Մենք դուրս սպասում ենք, ես դուրս։ Ավելի կոնկրետ կներկայացնեք ձեր հարցը, ձեր այդ բոլորի հարցը։ Իրականում մենք ունենք շատ հարցեր, բայց հիմա կոնկրետ եկել ենք մի շատ կարևոր հարցի համար։ Դա աշխատավարձն է, բնականաբար գիտեք, որ առանց դրա շատ դժվար է։ 3 ամիս է պատանի հանդիսատեսի թատրոնը աշխատավարձ չի ստանում, մեր տնօրինությունը թատրոնի իր ռեսուրսներով, այսինքն թատրոնի ռեսուրսներով այս 2 ամիսը վճարել է, հիմա չունենք այլևս այդ հնարավորությունը։ Ուզում ենք հարցի պատասխանը իմանալ նախ, առաջին, ինչու, գուցե իրենք ունեն ինչ-որ արդարացում, որ մենք էլ ասենք, այ մենք չգիտեինք, եւ մեծենք այս հարցը։ Կարծում եմ շատ կարևոր հարց է բոլորիս համար։ Ինչ էր անում, ինչ էին իրանք տրամադրում ամսի 1-ից։ Մենք մի տարվա սուբսիդիա չեն ներկայացնում, չեն տրամադրում։ Այսինքն թատրոններ բյուջեին որոշակի գումար։ Չէ, դա կարևոր չի, ամսի 1-ից, հունվարի 1-ից, տարվա սկզբից, որ ամեն տարի դա տեղի է ունենում։ Հիմա ամսի 1-ից դա չեն տրամադրել, ու չեն տրամադրել մի տարվա։ Այսինքն ոնց պիտի ապրի անձնակազմը, խումբը կամ չգիտես հատերախումբը ոնց ուզում եք բանել, ոնց պիտի ապրի այդ հարցը, մնում է այսինքն գործում չկա, դրան պետք է պատասխան տրվի։ Իսկ չի վճարվում մեր ամեն ամսվա աշխատավարձը։ Իսկ մինչ այսօր 3 ամսվա ընթացքում ինչ որ մեկ էս հարցով եկել է, հանդիպել է, ինչ որ պատասխան տվել է, ինչի համար ձեզ 3 ամիս աշխատավարձ չի տվել։ Այսօր եք իմացել։ Մի քանի անգամ մեր տնօրենը դիմել է։ Քաղաքապետարան։ Այո։ Տեսնենք, այս կողմ, տեսնենք, քննարկենք, եկավ դառավ ապրիլի կեսը, վաղ կդառնա հունիսի կեսը, հետո մյուս օրը նոր տարի է գալիս։ Ինչ եք տեսնենք, քննարկենք, ես չեմ հասկանում։ Այդ մարդը դիմել է անհատապես մեր բոլորի անունից։ Մի անգամ էլ ենք խոսել էլի, հետո բաց չի փոխվում։ Աստորեն 3 ամսվա մեջ դիմում եղել է։ Դիմումներ է եղել։ Հիմա այսօր արդեն ձանակը ոսկորեն է հասել, իմնել հետը մեր կոլեկտիվին էլ հետը եկել ենք հստակ պատասխան ստանալու, խնդրեմ ներկայանա պատկան Մարմինը կամ ես ասի, կարող է մի գաղտնիք կա, մենք չգիտենք։ Քանի որ ինքը չունենք կոնկրետ պատասխան, ես բոլորս եկել ենք հասկանալու, այստեղ բոլորն էլ աշխատավարձով ապրող մարդիկ են, իրանք արդեն կրկնքով աշխատող մարդիկ են, որը խաղում են 2-3 ներկայացում եւ խաղում են երեխաների հետ։ Բարև ձեզ։ Ժողովուրդ ջան, սա ձեր որոշումն է, ձեզնից 7 հոգի են ուզում ներս, որ դուք Ես ձեր հետ բարձրանալու եմ վերև։ Մի րոպե մեծերից հիմա տիկին Արևիկն է։ Որ հայտնի։ Որ։ Հա, ստեղ։ Դե 8 թող կանեն։ 8 է։ Լավ, մի եկեք։ Հա, Չէ, 8 հոգի։ 8-ից ավել չլինի, էլի։ Դե,
Սիրելի ժողովուրդ, ներկայացնում որ պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցներն են եկել քաղաքապետարան իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, քանի որ վերջի 3 ամիսը, արդեն լրանում է 4-րդ ամիսը, մարդիկ աշխատավարձ չեն ստացել։ Հիմա կրթության վարչության պետը հետ կհանդիպեն որոշ աշխատակիցներ։ Մենակ TikTok չէ, բայց։ TikTok-ներ գերի թողա։ Եկի։ Այս աշխուրը սպասեք, հեսա վարչության պետը։ Չէ, եկեք ներս։ Եկեք ներս։ Ժողովուրդ ջան, հիմա ուղիղ եթերով մարդիկ նայում են, հենց այս ամեն ինչն էլ թող կան, ավելի հստակ պատասխան են ձեր հարցերին։ Ստեղ եկեք, հենց ստեղ նստեք։ Էսա, սա ուղիղ եթերը, այսինչ կդնեմ, ստեղ թող գնամ։ Կարևորը ձեր կողքի կանգնած ենք, հիմա իմացանք։ Սիրելի ժողովուրդ, նորից հիշեցնեմ, որ այս պահին պատանի հանդիսատես թատրոնի աշխատակիցներն են գտնվում Երևանի քաղաքապետարանի դիմաց, որտեղ որ մարդիկ արդար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որ արդեն 3-րդ ամիսն է աշխատավարձ չեն ստանում։ Հիմա տեսեք, քաղաքացիները դուրսն են, մեր աշխատակիցները թատրոնի։ Որոնցից մի քանիսին հիմա կընդունի կրթության վարչության պետը։ Բարև ձեզ։ Մեկ վարկել եթե կարողանանք բան փոխանցել։ Ես ասեմ, այս տևական շրջանը արդեն փաստորեն իմանում ենք արդեն 3 ամիս, այսօր ժողով ենք արել, որովհետև հարցը հասունացել է կոլեկտիվի մոտ, բոլորիս մոտ։ Պարզվեց, որ պարոն Թովոսյանը տնօրենը դիմել է, չգիտեմ, մի անգամ թե անգամ գրավոր աշխատավարձերի համար, ու առանց փաստորեն մեր թատրոնին չի փոխանցվել։ Ու այսօր էլ ասի ապրիլի 15-ն է, գիտեք, ինքը շատ-շատերս էլ հենց այդ աշխատավարձով, ծայրին հասնելով, սոցիալական շատ ծանր վիճակ է և երրորդն չորրորդը։ Հիմա մենք այսօր ժողով ենք արել, այս հարցը բարձրացրել ենք, և շատ արդարացի հարց, հիմա ուզում ենք լսենք պատասխանում ենք, կոլեկտիվի ահագին անդամները այս բանի դրսում են, մեծահասակները մի քիչ վատառող չեն, չկարողացան գալ, ինչն է պատճառը, որ այսպեսա մեր թատրոնի հետ կատարում, այս ամեն ինչը ինչն է, ինչ որ
խախտումներ կա, չգիտեմ, էլի դա ո՞նց է բացատրել։ Շնորհակալություն բանալությունը կապված որպեսզի մեր աշխատակիցների դրսում շատ սպասեն։ Ինչ վերաբերում է թատրոնին, մի քիչ ավելի խորքային կարող եմ ձեզ ասել, կապված թատրոնի հիմնավորման եւ վերազինման գործընթացների հետ կապված, գիտեք, քաղաքապետարանի կողմից դա իսկական շատ է։ Եթե կարելի է ես աշխատանքներ տարվում են եւ վերահսկողություն իրականացվում է, ընդհանրական մի շարք տեխնիկական հարցեր, որոնք տեսակետից չի այլ ոնց ձեր աշխատանքներից չի բխում, բայց ինչ ծավալուն աշխատանքներ նախատեսված թատրոնում, կապված ընդհանուր բովանդակային եւ աշխատավարձերի բարձրացման եւ մյուս հայտնի հետ կապված բազմաթիվ քննարկումներ եղել են թատրոնի ղեկավարության հետ, թատրոնի ղեկավարությունը քաջատեղյակա կարծում եմ, որ դա ամբողջությամբ տեղեկացրել է ստեղ տեղի ունեցած քննարկումները, վերջին երևի մի երկու մինչև երևի մարտ անցվածքից եթե չեմ սխալվում, թատրոնի տնօրինության հետ քննարկվում էր թատրոնի սուբսիդիայի պայմանագիրը, հավելվածը, ինչ գործառույթներ իրականացնի եւ այդ ինչ տոմսային տնտեսություն թիվարի, ինչ ավելացումներ թիվի եւ դա ոնց է ուղղվելու, ինչ բաշխվածությամբ ուղղվելու, ինչ նպատակի համար ուղղվելու, կարծում ես ամենի մասին ձեզ թատրոնի ղեկավարությունը բացատրել է, ներկայացրել է բոլոր այն քննարկումները, որ հենց մեկ ունեցել է ինձ հետ Երևանի քաղաքապետարանում կապված աշխատավարձերի բարձրացման մի շարք հարցեր է քննարկվել, որը բխում է սուբսիդիայի պայմանագրից, շուրջ 50 միլիոն դրամի ավելի եկամուտ հավաքագրելու եւ քաղաքապետարանի կողմից նախատեսվող ինչպես նաեւ համայնքապատկան այդ հատորներն իրականացրել է։ Եղել են մի շարք խնդիրներ, կարծում եմ ավելավ եւ երկրորդ ժողով անելիք քննարկել տնօրենի հետ, ինչ այդ ամենը ձգձգվել, ինչ այդ ամեն ինչը տենց եկել հասնել մարտի 15-ին, ապրիլի 15-ին։ Եվ ընդհանուր բովանդակային, կազմակերպական մի շարք խնդիրներ կապված թատրոնի ղեկավարության հետ, որոնք որ Երևանի քաղաքապետարանը եւ ղեկավարությունը դեռևս շարունակում է չկիսել։ Հիմնական պատճառներից մեկը կամ պատճառը դա է։ Բայց ինչու աշխատավարձ չեք տալիս ժողովրդին։ Այդ ընդունեցին, ռեմոնտ եք անում, չգիտեմ, հարցեր կա, աշխատավարձ չեք։ Ինչու աշխատավարձ չեք տալիս։ Վիրավորում եք մարդկանց արժանապատվությունը, առանց էլ կոպեկներ են ստանում դերասանները։ Այդ դրանից էլ եք զրկում։ Թատրոն, որը ամենուր ներկայացում է խաղում եւ համարյա 100 տարեկան է։ Ներողություն, բայց մենք տեղեկացած ենք, որ մյուս քաղաքապետարանի թատրոնները ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան մեր թատրոնները, դա ինչով է պայմանավորված։ Բայց մի րոպե հարցը ստեղ այդ բարձր ու ցածրի մասին չի գնել եք բարձրացան։ Հարցը ստեղ այս 3 ամիս աշխատավարձ չստանալու մասին է, ոչ թե քննարկումների, գուցե դուք քննարկել եք ինչ-որ հարցեր կամ անձնական կամ չգիտես ինչ, բայց այնուամենայնիվ փաստունափաստ, որ կոլեկտիվի անդամները աշխատավարձ չեն ստանում այդ ամսի 1-ից, հունվարի 1-ից սկսած։ Եթե նույնիսկ կա ինչ-որ խնդիր, որ դուք ասեցիք, հա, որ եւ այլն, դրանում մեղավոր է կոլեկտիվը։ Ես ուղղակի կուզեի, որ ասեցին առանց որևէ ենթատեքստի, բարոյական տեսանկյունից։ Ներողություն տվեք խոսքս վերջացնում։ Ինչպես եք դուք պատկերացնում մարդիկ, որոնք օրական խաղում են երկու երբեմն երեք ներկայացնում։ 3 ամիս որևէ լույնման չի փոխանցվել թատրոնի, որ մարդիկ կարողանան աշխատավարձ ստանալ։ Չէ՞ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բոլորը պարկեշտ քաղաքացիներ եւ աշխատում են որևէ իրենց արդար կրկինքով աշխատում են երեխաների համար։ Դուք պատկերացնում եք այն մարդու բարոյական վիճակը, մարդու մտքերի մոտածությունը, որ բանը դուրս գալիս երեխայի հետ խաղալու, ու ինքը գիտի, որ հեսա գնալու է տուն եւ չգիտի ոնց է վճարել իր կողմը հարցերը։ Եթե ունեք որևէ խնդիր ղեկավարության հետ կամ որևէ ինչ-որ բան, լուծեք առանձին, բայց ոչ թե մարդկանց հաշվի։ Դա իմ կարծիքով ներողություն եմ խնդրում, բայց դա ճիշտ չի։ Դա ճիշտ չի։ Հիմա այսօր ասի 15-ն է, ես վստահ եմ, որ մեզնից շատերը գնացել են ինչ-որ տեղից գումար են հայտնել, որպեսզի կարողանան լուծել իրենց կոմունալ, բարկային եւ ի վերջո իրենց ապրելու հարցը։
Կոսովամար չի լինելու այս մարդիկ։ Ինչու է դա այդպես տեղի ունենում։ Ես եմ ձեզ, ես իմ կողմից եմ ուզում ավելացնել, որ վերջին տարիների, երբ որ թատրոնը ծաղկում ապրում, թատրոնը առաջ է բերում, թատրոնը ամեն ներկայացումներ, մեկ մյուսի հետևից, եւ ամեն ներկայացման համար ինչու շատ թանկ է, բայց հավատացեք, որևէ կերպ երեխաները չպիտի տուժան դրանից։ Կարվում է հագուստ սկսած ամեն ինչից երաժշտական պատմից ղեկավարությունը աշխատում է, ես համենայն դեպս այս վերջին տարիների ընթացքում ես երջանիկ եմ, որ թատրոնում կարող եմ ներկայացման համար ոչ թե հանդերձանից հագուստ ընտրել, այլ կարելի տալ, պատվիրել, ոչ թե երաժշտություն այսպես ինտերնետից, այլ կարող ես երաժշտություն պատվիրել։ Հասկանում եք, տնօրինությունը աշխատում է իմ կարծիքով, ինձ բավարարում է, երբ ես բնակարանում եմ հայրում։ Այդ ում է իմ մյուս հարցը, ամեն ինչ, աշխատավարձերի բարձրացման մասին է դա, ամեն ինչ դուք իզնից լավ գիտեք, ինչքան է թանկարում, ինչքան է բարձրանում։ Այս մարդիկ հազիվ ծայրին հասցիվում են գրոշներով ու ստանում են, իսկապես գրոշ ուրիշ բառ չես կարող դրան տալ, գրոշ։ Եվ դրան գումարած 3 ամիս դուք ուզում եք հասկանալ ինչպես եք պատկերացրել, ում եք դուք մատժում մեզ, այն մարդկանց, ովքեր որ Առավոտից իրիկուն աշխատում են երեխաների համար, մեր երեխաների համար, մեր ապագայի համար են աշխատում։ Դուք մեզ եք պատժում, ինչու՞, ուզում եմ դա հասկանալ, ինչու՞, ինչ բարոյական իրավունքով, ինչ խղճով եք դա ուզում անել, ինչ խղճով եք դա անում։ Դուք հասկանում եք, թատրոնն էլ չուներ իր ռեզերվը, սպարել էր ներկայացումներ բեմադրելու վրա։ 3 ամիս, ինչպես պիտի ապրեին, փառք Աստծո, մեր տնօրինությունը կարողացել էր տնտեսել որոշակի գումար եւ այդ գումարից աշխատավարձ տվեց մեզ։ Իսկ զուտ մարդկայնորեն առանց որևէ ենթատեքստի ու ինչ-որ չգիտեմ, հանկարծ որևէ քսաչկովցի բանը քաղաքական ինչ-որ բանի հետ մարդը մարդուն են ես ես հարց տալիս։ Ո՞նց եք ձեր գլուխը դնում բարձի, ո՞նց։ Որ գիտեք, որ պատանի հանդիսատեսի թատրոնի ինչքան ենք 100-ից ավել մարդիկ են, դրանց իրենց աշխատանքի բան չեք վճարել, ո՞նց կարելի է այդպես։ Դրեք եթե հարցես մի քիչ, խոսքես մի քիչ ավելի սուր է, բայց ո՞նց եք դուք դա ընկալում։ Ինքս գրահանոր եք շատ վիրավորված Ես այստեղ հայտնություն լսեցի, որ դուք դժգոհ եք տնօրենից, ես կարող եմ հավաստել թատրոնի անունից, բոլորն էլ կարող են հավաստել, որ շատ ճաշակող, շատ տեղին աշխատող մենք տնօրեն։ Բոլոր հարցերին պատասխանել եմ, պետք է հերթով հարցերը պատասխանելով կամ պարոնարություն կապված ձեր որ մյուս թատրոնների կա հատուկ վերաբերում աշխատավարձային կամ այլ բաներով, պիտի խնդրեմ դուք ունեք լրացուցիչ ճշգրտման կարիք, որ հետո նման հարց բարձրացնենք։ Եվ եթե կա նման բան, ուրեմն ինչ չափով եւ ինչ ձևաչափերով է քննարկվել, որ եկել են այդ արդյունքի։ Այդ խնդրեմ եղբայրոքսի Ես ընդհատել, Դավիթ ջան, ուրեմն նոր մնացել, եղբայր, եւ լսեք, ու այդ ընդհատեք։ Եվ մի մեկնաբանեք իմ ասած, եթե չեք հասկացել, ես կարող եմ նորից կրկնել։ Նորից կրկնում եմ, ես դուք համեմատում եք Պատանի հանցածի թատրոնը այլ համայնքապատական թատրոնների հետ, բովանդակության եւ ձերի որ ասում եք այնտեղ կա առանձնահատուկ վերաբերում, որը չկա ձեր մոտ, ես ես ասում, դուք սխալ հարց եք բարձրացնում, որը չի համապատասխանում իրականությանը։ Եվ եթե կա մի տեղ, որ ինչ-որ մի բան որ լսել եք, ուրեմն ճշգրտեք ավելի ճիշտ ինֆորմացիան, նոր հետո դա բարձրացնեք։ Ինչ վերաբերում է, որ մեկնաբանում եք, որ մենք կամ ես թատրոնի տնօրենից ունեմ դժգոհություն։ Մենք որևէ անձնային եւ դժգոհություն, ես դեռ չարտահայտեցի։ Առավել ևս հիմա վերադառնում ձեր հարցի, որ ավելի ծավալուն էր, անձնային որևէ հարց, որևէ համակարգի հետ գոյություն չունի եւ չի կարող ունենալ, որտեղ անձնային հարցերը դրանք անձնային հարցեր են, այլ ոչ առավել ևս եթե ընդհանուր բովանդակային ասեմ բոլոր երեխաների հետ կապված է։ Ինչ վերաբերում է, դա իսկապես չկա։ Ինչ վերաբերում է բարոյական հետ կապված հարցերին, դա գուցե այդպես երկար խոսակցության թեման ինչ բարոյականությամբ, ինչ բանով, նույն տրամաբանությամբ պիտի ասեմ ինչի 3 ամիս շարունակ չէր ստորագրվում սուբսիդիան, այն առաջարկող պայմանները, որ առաջարկում է Երևանի քաղաքապետարանը, որը բխում էր միմիայն թատրոնի շահերը։ Բայց ո՞չ էր ստորագրվում։
թատրոնի ղեկավարությունը։ Այս մենք դրանում կոլեկտիվ Շանջան, կոլեկտիվը որևէ ձև, որևէ մեղավորություն չունի։ Այս պահին ամենաշատը եթե կարելի է, ես պատասխանելու եմ ձեր հարցին նաև։ Ինչ վերաբերում է ամենաշատը այս պահին ուժած է լինում կոլեկտիվը։ Եվ իրավական ընթացակարգով մինչև չկնքվել է պայմանագրերը, որը վերջերս է կնքվել, չի կարող որևէ աշխատավարձ կամ կոմունալ այլ վճարներ թատրոնի սպասարկման համար փոխանցվի։ Դա չի կարող անվանել։ Իա հարց ամեն։ Կներեք, ես կարող եմ Չէ, ներողություն։ Այդ որ չի ստորագրվել։ Դա ի՞նչ է։ Ինչ է իրենից։ Ստերում է պարոն Թովմասյանը այդքան հետադիմական բան մարդ չի, որ լավ բան, ինչ որ կարող խնդիր կա, որ չի ստորագրվել։ Այս նայել եք։ Ես չեմ տեսել։ Դե նա այդ նոր ասել, լավ ապատա Կոլեկտիվին հավաքել, ձեր ենթակայության տակ թատրոնին հավաքել, ասել թատրոն ջան, դուք 3 ամիս գումար չեք ստանալու, որովհետև ձեզ մոտ լինելու են բարեփոխումներ, սա է, ասենց ինչ չեք արել այդ ամեն ինչը։ Քաղաքապետան կոլեկտիվների հետ ոչ թե աշխատում է անհատական կամ խմբակային, այլ աշխատում է ղեկավար թատրոնի Ասացի ձեր բաց թողումն է։ Ես օգից իմանայի, որ 3 ամիս ես պետք է աշխատեմ ու ստանամ աշխատավարձ։ Ներողություն, այսքան մարդու դեպք 3-4 անգամ ավել մարդուկել աշխատակիցներ դուրս կանգնած ու պատկառելի տարիքի։ Հիմա քաղաքապետարանի ու տնօրինության չհասկացության արդյունքում այս մարդիկ 3 ամիսա պետք է փող հայտարարել։ Որ ապրեն։ Այս մենակ է, ուրիշ ոչ մի բան։ Եթե դուք տնօրինության հետ չեք կարող մի ընդհանուր հայտարարել, այս մարդկանց աշխատավարձը տվեք, թող այս մարդիկ ապրեն դուք ձեր հարցերը լուծեք։ Այս մի հատ խնդիրն ուրիշ բան չկա։ Կամ է շատ ավելի շատ ներողություն, շատ ավելի հստակ ասեք ինչն է խնդիրը, այդ հարցը։ Կամ բաց հստակ ես մարդկանց ասեմ, տնօրինության հետ խնդիր ունեք։ Չի բացառում։ Չի բացառում։ Գա որից Դեռ պիտի սպասենք, որ մի հատ էլ բան։ Այսօր հիմա պատասխանը պիտի ստանան, 120 հոգի դեպքում կամինած է։ Ստորագրված է, ասեմ։ Այո, ստորագրված է, արդեն առաջիկայում աշխատավարձի հարցը կլուծվի, մնացած արդեն ձեր հետ ուրիշ որևէ կապ չունի։ Դե կարծում օրերի հարցը Ինչ։ Ամսի 15-ն է այսօր, դա վերջին օրն է, չէ, որ մենք պետք է Հիմա ավելի հստակ ասեցի։ Այս ամիսը լինի մարդկանց աշխատավարձ 15 օրը ես իմ իրավասու շրջանակներում ինչը որ կարող էի ասել, ում դիմեք աշխատավարձի փոխանցման համար, ասեք հենց նոր ասեցի ես աշխատավարձերի հետ կապված։ 3 ամիսա չի եղել խնդրի օրերը ինչքան։ Նոր ասեցի ցավը առաջիկայում։ Առաջիկա քանի որ Չէ, որ կարող ես մարդի 15 օրը նորից հավաքել։ Հանդիպենք էլ այդ հարցերով հանդիպենք։ Չէ, այս հարցով հանդիպել ենք հիմա։ Մեծ կնիկ եմ կարող է ուշահասնում ինձ, էլի, ինձ կարող եք ասեք ինչ է նշանակում առաջիկա, կարող է առաջիկա 6 ամսում է, չէ։ 5 օրվա մեջ ասում եմ։ 5 օրվան է, տեսնենք։ Առաջիկ օրերը էլ ամիսներ չէ։ Եթե մենք հանկարծ այդ առաջիկա 5 օրը չխաղային ոչ մի ներկայացում, ինձ հետաքրքիր է, դուք դատի էիք տալու թատրոնը։ Թող աշխատավարձ չստանայիք այդ դեպքում։ Այս դեպքում խնդիրը լինելու է, եթե ասենք աշխատողները աշխատավարձ չեն ստացել, չեն խաղում, այս դեպքում էլի խնդիր ունենում տնօրենը, թե աշխատակազմը։ Բնականաբար թատրոնը կոլեկտիվ արվեստ է։ Ինչի եմ ես ասում, որովհետև մենք այսօր երկու քննարկում ունեցանք թատրոնում, ունեցանք հետևյալը, որ մենք 3 ամիս աշխատավարձ չենք ստացել, այդ հարցը ես եմ բարձրացնել, պարզապես դուք ձեր խոսքի մեջ նշեցիք, որ ոչ միայն դա վերաբերում է աշխատավարձերի, այլ վերաբերում է կոմունալ հարցերի, պատմական հարցերի եւ այդ ամեն ինչի։ Եթե
խնդիրը այն է, որ պայմանագիր պետք է ստորագրելու, չի ստորագրելու, դա տնօրենության հետ կապված։ Ես մի առաջարկ ունեմ, որ այսօր մենք քննարկել ենք, եթե կիսենք ու ստանում ենք ընդհանուր կիսենք, Պատման մարմինը թող հրավիրի թատրոն, ամբողջ դերասանախմբին լուսաբանվի, ոչ միայն դերասանախմբի, նաև սպասարկող կազմի, որովհետև իսկապես մարդիկ օրավոր հարցի խնդիր ունեն, եւ այդ ամեն ինչը ժամ առ ժամ օր-օրի շատ լուրջ է, շատ հետք է թողում ու ոչ մի դերասան, ոչ մի ստեղծագործող մարդ այսօր պարզապես իր միտքը եւ բովանդակային առումով չի կարող բեմում ցույց տանի։ Հաշվի առնելով, որ մենք ես դերասան եմ, տնօրենի հետ խնդիր կա ու ես չեմ կարող ինձ հետաքրքիր չէ։ Այն 300 հանդիսատես հնչած իսկապես մենք չունենք, մենք այդ մենք ինչ է կապիտանի Իրավասու մարմին գնա, Թավորում սապատի կոլեկտիվի մոտ մուտ հարցեր կա, արոն որևէ հանդիպման խնդիր գոյություն չունի չհանդիպելու կամ դիտավորյալ չհանդիպելու։ Եթե գտնում եք քաղաքապետը նպատակահարմար կա առաջիկայում հանդիպում իմ ներկայությամբ կամ մեկ այլ պաշտոնյա ներկայությամբ ամբողջ կոլեկտիվում դա միանշանակ կազմակերպվի, առաջին իմանաք դուք եւ մեր գործընկերները։ Այո, որովհետեւ նենց չի քաղաքապետը տեսնին հարմար թե հարմար չի։ Այս պահին 3 չէ, այս պահին 3 ամիս էս մեր դերասանները իրանց օրվա հացի փողը ուրիշ տեղից են հայթայթում։ Այս հարցը բարձրացնել հրատապա, այլ դուք պետք է իմ կարծիքով կազմակերպեք այդ ամեն ինչը եւ դուք պահանջեք, որպեսզի դերասանները պահանջում են հանդիպում եւ այդ հանդիպումը ավելի շուտ կազմակերպվի։ Ինչքան շուտ, այնքան լավ։ Ես կիսում եմ այդ կարծիքը, որ մենք ունենք ընկերներ, մեզանից ավելի ավակ սերնդի մարդիկ, որ ֆիզիկապես իրանք չեն կարող հասնել ստեղ։ Մենք եկել ենք, կոլեկտիվով եկել ենք, բայց լիքը մարդկանց շատ մոտ հարցեր կամ մի քիչ մենք էմոցիոնալ ֆոնի վրա հիմա տեսեք, լավ, ես ինձ վատ եմ զգում, որ ինձանից ավակ սերունդը դուրս կանգնած է, այս ամեն ինչը նորից մենք պետք է գնանք եւ լուսաբանենք։ Դրա համար մեր խնդրանքն է իմ, ես որպես երիտասարդ իմ ընկերների անունից եմ խնդրում։ Խնդրում եմ որոշակի պատկան մարմին, թող դա մեր թատրոն, շատ հրաշալի դահլիճ ունենք, 300-350 բոլորս կհավաքվենք։ Ոնց հասկացանք երկու հարց եղավ, առաջինը 5 օրյա ժամկետում մարդկանց աշխատավարձները եւ հանդիպում ժամկետում մենք որպես հավաքական անդամներ հետեւական կլինենք, որ քաղաքապետանի պատկան մարմինները գան ձեր մոտ ձեր հետ մի հատ շփումների դերասանի մեջ։ Եթե ասել քաղաքապետանը քաղաքապետի գտնի նպատակահարմար։ Ես քաղաքապետի հետ գործ չունեմ, ասում քաղաքապետանի պատկան մարմինները։ Άρα դուք լինեք։ Գտնեն նպատակահարմար եւ կլինեն ընդհանուր կոլեկտիվի հանդիպման կարիք, հանդիպում կազմակերպվի։ Կարիք Չէ։ Պարոն Սարգսյան։ Թատրոնի աշխատողները, դերասանները կոնկրետ ինչ կատեգորիայում են, մշակույթի աշխատողներ են, չէ՞ համարվում։ Այսպեսի մի բան լսեցինք, ուրախացանք, թե քաղաքապետարանը 30%-ով բարձրացնում է աշխատավարձները մշակույթի աշխատողների։ Մենք էլ ասենք, վերջապես եւ այլն։ Հետո պարզեց, որ դերասանները չկան, ինչ չկան։ Գրադարանի ինչ-որ աշխատողներ, թող ստանան բոլորն են, բայց մենք մշակույթի գործիչներ չենք համարվում արդեն։ Ձեր ասում ֆորմացիան շատ ճիշտ է։ Ամենապատկան մի շարք բովանդակային մշակութային կազմակերպություններ, բայց բովանդակային այլ պետք են գրադարաններ, երաժշտական արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ եւ մի շարք չէ կան։ Եվ հիմա հերթով քաղաքապետարանը դիտարկելով գալիս է եւ դա նաեւ անդրադառնալու թատրոնների շահերի ծավալու տեսքով, որի մասին հիմա քննարկումներ են տեղի ունենում, առաջիկա նաեւ դրա մասին հանդիպում։ Ես մի հարց եմ, առաջ ասված 5 օրվա ընթացքում ստացանք այսնասու աշխատավարձը։ Իսկ մյուս եւ այլն, այսինքն կնորմալանա ամեն բան, դա այնուամենայնիվ այդ ներքին խնդիրների պատճառով մենք միշտ ամեն ամիս ուժելու ենք։ Կարծում եմ չի լինի, ներքին խժդժություն չկա։ Դուք ասացիք, ես չեմ ասում։ Ես չեմ ասում։ Ամեն դեպքում պարոն Սարգսյան, եթե ստացվի, եթե չէ, երբ ստացվի, որ գաք հանդիպում ունենա կոլեկտիվ
Գուցե նաև ուրիշ հարցեր կան, որ պետք է քննարկել կոլեկտիվի հետ։ Պարտադիր։ Այդ դեպքում մենք էլ տեղյակ լինենք, մենք էլ մեր պատասխանը տանք, ով կամ իմանանք պարտադիր։ Դե ուրեմն սպասում ենք։ Հուսով ենք, որ դուք 5 օրից նորից չեք գալու։ Ամենաառաջնայինը դա է։ Չէ, մի հատ ներկայացնենք, լրագրողներն էլ ձեզ են սպասում, էլի։ Չէ, մեր մոտ մենակ ես Հես ավելի չեն թողում, չէ ներս, չէ դե հիմա այս հիմնարկը դարել է մի քիչ պարփակված, իրանք չեն կարող բաց, ժողովրդավարության բաստիոն չի դարել արդեն, էլի։ Դու կնում կարես։ Թող մարդիկ կան ավելի հստակ քաղաքապետարանի դիրքորոշումը։ Հա։ Լավ չասեց։ Պատանի հանդիսատեսի դերասանները այսպես քննարկմանը ներկայացուցիչ վարչության պետը մարդիկ տեղյակ են, իրանք լավ գիտեն, որ 3 ամիս է աշխատակիցներին, դերասաններին աշխատավարձ չեն տվել, իրանք լավ տեղյակ են, իրանք ինչ-որ խնդիրներ ունեն ներքին տնօրինության հետ, դա ինչ խնդիրները իրենք չասեցին, նոր հասկացան, որ 3 ամիս այս մարդիկ հայթայթում են տարբեր տեղերից գումար աշխատելու համար, հիմա խոսք տվեցին այս բոլորի մոտ, որ 5 օրվա ժամկետում աշխատավարձը կստանան, բայց մեր թատրոնի աշխատակիցները ու դերասանները իրենց պահանջ ներկայացրեցին Երևանի քաղաքապետարին, որ գան ներկա լինեն, իրանք դալիճ ունեն 200 հոգ, 200-250 հոգանոց, գան 300-ը, գան մի հատ հասկանան այս քաղաքապետարանը տնօրինության հետ իրար հետ ինչ ներողություն գզվրտոցի մեջ են, որ այս մարդիկ են ուժում 3 ամիս։ Միգուցե խնդիրը այն է, որ վերջերս նրանք բեմադրել են Ռաֆու խենթը եւ այդտեղ նրանք ցույց տալիս թուրքական դավաճանությունը։ Ժողովուրդ ջան, դուք ինձից առաջ ընկաք, այս մարդկանց ես չի ուզում ասեի, այս շենքում նստած ղեկավարների համար թուրքեր իրենց բարեկամներ են պետք չի նեղացնել։ Այնպես որ ձեր աշխատավարձները կարող են պահել 3 ամիս ու այսպիսի բաներ։ Լիքը տարբեր բան։ Ռաֆուն են դեմ։ Մենք շատ քիչ ունենք։ Որոնցից մեկը ամենամեծը Ռաֆուն է։ Եթե դեմ են, թող ասեն, որ կլասիկ որևէ գործ չկամադրեք, որովհետև չեն ասում, իրանց քայլերով են առաջնորդում։ Կարևորը 5 օրվա ժամկետով խոսք են տվել եւ հանդիպումը։ Որպես Երևանի ավականու մայրաստախմբակցության անդամներ ներկա են եղել եւ լսել են։ 5 օրյա ժամկետում աշխատավարձները փոխանցելու են եւ խոսք են տվել, որ գան թատրոն, հանդիպեն, ձեր բոլոր հարցերի պատասխանը կտան։ 5 օր սպասեք, 3 ամիս սպասել եք, լավ այսօր եկան, թե չգայիք այդ աշխատավարձը չեք ստանալու։ Ձեզ շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ, հետևական հետևելու ենք 5 օրվա ժամկետում մենք իմանանք, ձեզ ենք շնորհակալություն։ Իսկ խենթը բեմադրել ենք եւ պիտի բեմադրենք։ Միշտ այդպեսի ներկայացում։ Շատ է լավ է Գիտեք կանել։ հարցն որն է, որ քաղաքապետարանը 3 թատրոնների ֆինանսավորում է, բայց 2 թատրոնի շարունակել է ֆինանսավորել եւ նրանք աշխատավարձ ստացել են մեր տեղեկություններով, իսկ ձեր թատրոնը սուբսիդավորում չի ստացել 3 ամիսներին։ Ինչի հետ եք դատվում։ Չգիտեմ, բայց Ինչպես պարզաբանեցին նրանք մի 3 ամիս շփոթեցին որ վերանորոգվեց, բայց տակից ես հասկացա մեր ղեկավարի իրենք խնդիր։ ձեր ղեկավարը այստեղ է։ Մեր տնօրենի իսկ ես կարող եմ ասել, որ լավագույն տնօրենը Երևանի բոլոր Եթե 5 օրվա ուղղակի ինքը երևի թե նախկիններից է
Այսինքն տնորենի պատճառով մտածում են տնորենին ճնշել, դուք աշխատավարձ չստանա, որովհետեւ դուք դզեք տնորենի դեմ, որը որ չի լինի այդպես, այո։ Եթե 5 օրվա շարքետում ձեր աշխատավարձերը չստանան, որոնք են Վերջնագիր քաղաքապետարանը լինելու է հրապարակ։ Կմիանան բոլորը, արդեն միացած։ Այս 3 ամիս աշխատավարձ ստանա դերասանը ու սկսի, չգիտեմ ինչպես հայտարարել իր ընտանիքը, իր երեխաների պատկերացնում է։ Ինչ որ իրար մեջ անձնային գզրոց։ Քաղաքապետարանի տված պարզաբանը ձեզ գոհացվեց։ Ոչ։ Իրենք խոստացան, որ պիտի գան թատրոն, մենք շատ հարցեր ունենք։ Բայց արդյոք Կգոհացներ, որ այսօր այդ հարցը լուծված լիներ։ Այս պահին հարցի լուծման ձեր բարձրացած պահանջը բավարար էին, բայց որը որ չեղավ, դե 5 օր կսպասենք Ժողովուրդ ջան։ Առաջարկեցինք եկել եք, բայց ասեց, որ ես չեմ լուծում։ Այսինքն պետք է բարձրանա, ճանապարհ աստիճանաբար բարձրանա, խոսքը մտածեն ինչ բլեֆներ անեն, որ այս վիճակից։ Այո, նաև նշեցին, որ հանդիպան համարել, այնպես չէ, որ կհանդիպեն, ասեցին մի հատ տեսնենք, քննարկենք, քաղաքապետի հետ տեսնենք, նպատակահարմար կգտնեն, հանդիպում, այո, այդպես չէ, ես այո։ Ես չեմ ուզում նպատակ։ Տկահարմար հանդիպումը կայանա։ Այ եթե, այդ ժամանակ մենք եթե ու մեր մենք ունեինք, որ տիվն է ստացում անեին թատրոնը ինչի ինքը հատակահարմար է գտել, որ աշխատավարձը 2 ամիսը մենք ստանում այս ամիսը բայց էլ արդեն խնդիրը խորանում է, դրա համար ինչ է միայն խոսացել են, որ 5 օրից մեր աշխատավարձը իհարկե դա աշխատավարձը իրենց վերաբերում է պատանի հանդիսատեսի թատրոնի նկատմամբ, որը մեր համար 100 տարվա համարյա 100 տարվա նկատմամբ շատ խիստ վատ վերաբերում է։ Այն է քաղաքապետարանը մեկի թատրոն մշակում այլ թատրոնը օջախ չեն համարում։ Հաջորդ զոհը գոյից հետո լինելու ենք նայած Ու եթե ձեն չանեն, շարունակաբար տարբեր թատրոնների այս նույն մոտեցումը մշակույթի ոչնչացում, ջան։ Այսինքն ձեր տնօրենը Մենք տնօրենը չգիտեմ ընդդիմանել։ Չէ, ինքը իր գործի մասնագետն է։ Նա երբևէ ինչ գիտեմ, որևէ քաղաքականության հազիվ ինքը թատրոնի Սիրելի ժողովուրդ, սա է իրականությունը, դառը իրականությունը, որ մարդիկ աշխատելով թատրոնում, պատանի հանդիսատեսի դերասաններ, աշխատակիցներ, 3 ամիս աշխատավարձ չեն ստանում եւ մարդ կար ասում էր աղքատությունը ձեր ուղեղներում է, հաստատուն աղքատությունը իրենց ուղեղներում էլ մնա, իրանք տենց անուղեղ աղքատել եկել էին, այս մարդկանց այսօրին են հասցրել, որ 3 ամիս հետո ստիպված տարեց պատկառելի տարիքի անձնավորություններ եկել են քաղաքապետարանի դուռը, այսպես ասած, եւ ասում են, որ էլ չեն կարողանում ապրել, չեն կարողանում գոյատևել, հայթաթել գումար, իրենց աշխատած աշխատավարձն են ուզում։ Եվ նոր քաղաքապետարանը իմանում է, որ 3 ամիսա աշխատավարձ չեն ստացել։ Լինելու ենք հետևողական, որ այս մարդկանց աշխատավարձը 5 օրյա ժամկետում խոսք են տվել, որ փոխանցեն։ Ասեք կանենք, ասում են, տենանք կանենք, թե նորից խաբելու են։
Սիրելի ժողովուրդ, Երևան քաղաքի քաղաքապետարանը 9% քաղաքապետի գլխավորությամբ ԿՊ-ն եւ Հանրապետությունը տապալել են, նորից եմ կրկնում, տապալել են քաղաքի կառավարումը տարբեր ոլորտներում, թատրոնից մինչև կանաչապատում, բոլոր ոլորտներում։ Այս մարդիկ պետք է թողեն իրենց աշխատասենյակները արգիշտի 1 հասցեում։ Լինելու ենք հետևողական, 24 ժամ լինելու ենք քաղաքացիների կողքին ամեն հարցերով։ Շնորհակալություն։